Ձեր ժամանակ որ դարայել եք զինվորականները, ասենք գլուխը միշտ ճակատը sense բարձր իրանք կային են կապ չունի որտեղ եղել ցանկացած երևում էր մեր sense հայկական որոշ բարձր բայ կոնկրետ հիմա զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանք չեն էլի գնահատում հաստատ են որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչ ճիշտ է Սարանցից ազատ Ես ասեմ են ժամանակ ենթադրում եմ որ պատճառը ինչն է առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը միշտ է երկրորդը նայեք միշտ հետևում է աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում ենք միշտ հետևում է որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի համարել ենք որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արել ենք որ այդպես է բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է բայց մեր պատճառը դա է դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում որովհետեւ մարդիկ նայում են ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա քան բանակը որովհետեւ պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է արտոնություններն է վերաբերմունքի բանն է պարգևադրումներ եւ այլ հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում հատկապես գիտեք ոստիկանության որ մասը ոչ թե այն մասը որը հանցավորության դեմ է պայքարում այն մասը որ բերետավորներ որ քաղաքական ավելի շատ քաղաքական ճնշումների ասենց մահակը նորմալ վարձատրվում է բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանը հիմա առաջինը երկը ճիշտ է լրիվ ընդունում են փոխելու են եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի ասենք ինչքան էլ ուզում է հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք բայց եթե մեր սահմանները թույլը չենք կարող էլի մենք այստեղ ապահովը զգանք մեզ այդտենց է նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել որ սահմանը եթե թույլ է խնդիր ունես հիմա էլ է թույլ ունես չի որ ասում են խաղաղություն ոնց կարող ասենք կոնկրետ հիմա ասում է 300,000 օրինակ ադրբեջանցի պիտի գա Հայաստան մնա ասենք իմ եղբորը սպանել է կամ ինչ որ մեկի ոնց կարող ադրբեջանցու հետ խաղաղություն լինի նայեք նաև մի օրինակ էլ բերեմ օրինակ ռազմական ինստիտուտը այն տարիների երբ վերաբերմունքը բանակի նկատմամբ լրիվ ուրիշ էր մոտավորապես մի տեղի վրա 7-ից 8 դիմում էր 7-ից ու 7-8 մինչև 10 ոքի նայած ֆակուլտետին դիմում էր հիմա պրոբլեմա հիմա ով դիմում է ընդունում է որովհետև բան չկա զինվորական վերաբերմունքը չկա հիմա կոնկրետ մեկ ծառայում ես կոնկրետ ծառայում եմ հիմա արձակուրդի մեջ եմ գոսպիտալու արձակուրդի մեջ եմ դրա համար ասենք հրաշով հիմա ես էլ ուզում եմ դուրս գամ զուտ պայմանագրային դուրս գամ որ գնամ քաղաք եմ որ միլիցիայությունում մտնեմ ավելի լավ է համաշխատավարձն է բարձել հիմա ատեստավորումը մտցրել են ատեստավորումը հիմա կա մարդ են որ 150 կիլո ինքը չի կարող մեր կալ ժիմանի բայց ինքը մարտական դիրքերը ասենք իր մեքենան ինքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայերեն ասած չի կարող ինքը մարտական դիրքերում կվարի դա էլ է վերաբերվում որովհետև այն կառույցները որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց մի անգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքև գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազի հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Այդ հարցը 20 տարի առաջ է քեստոր պարոն Քոչարյան։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Քիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրել եք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհն ունենա։ Հա, զուտ Ընդհանրապես երևի մի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով ասենք ստե բնական գազ չեմ բերել։
Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել Դե եմ։ ձեր ժամանակ շատ լավ այլ պարոն Քոչարյան, ես չի Պետը բերելուց Մի խնդիր չեք Պետք չէ թողու որ բերեն մարդիկ լռեն, գազը չկա, ինչ պետք է։ Հիմա սա ժողովրդին են որ այնց է դարը, ինձ չէ էլի քաղաքականություն ցենք խոսում, բայց այսօր մենք ձեր մեջքին ցած ավելի լավ, ցած ձեր կարող ենք հենվեր, քան պարոն Փաշինյանը էլի մի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները սա կալմա ձայնագրումա 3 հատ ընտրություն էլ է, ես այնպես չէ, հիմա ապացույցներ ունեմ։ Ես 3 անգամ ձեզ եմ ընտրել ու հիմա էլ կուզեմ որ դուք լինեք պարոն Ուրեմն 4-րդ անգամ Նորից ձեզ ենք ընտրել։ Եվս